Իրար հերթ չտալով Բաքվի դատարան են գալիս այսպես կոչված տուժողները, այս անգամ նրանք պատմում են 2016 թվականի ապրիլյան դեպքերի իրենց տարբերակները։ Մի ադրբեջանցի հայերին մեղադրել է արգելված զինամթերք օգտագործելու համար, պատմել է, թե իբր հայերը կիրառել են զանգվածային թունավորում առաջացնող 2000 ասեղով լցված զինամթերք եւ որ դրանց անգամ ձեռքով դիպչել է թունավորը։ Ու այս սուտը հնարել են այն երկրի կառավարական կաբինետում, որտեղից հրամայել են ֆոսֆոր թափել հայերի գլխին։ Իհարկե, Լևոն Մնացականյանը արձագանքել է, որ Արցախի բանակի հրամանատարն է եղել այդ օրերին, բայց առաջին անգամ է նման բան լսում։ Դատավարության բոլոր դրվագներն են աբսուրդի ժանրից, ասում է Միեդում հայ գերիների շահերի պաշտպանը։ Նպատակը պատմական փաստերի խեղաթյուրում։ Սխալ ելակետային տվյալներ են հենց ընտրվել մեղադրանքի համար։ Ադրբեջանի այս մեղադրանքները կարող են գոյության իրավունք ունենալ, եթե մենք առհասարակ չունենայինք Արցախի ինքնորոշման իրավունք եւ նաեւ Արցախի ինքնահռչակում, որը չի մերժվել միջազգային հանրության կողմից, եւ Ադրբեջանը ըստ էության ներկայացնում է, որ նման գործընթացներ եւ հակամարտություն գոյություն չի ունեցել, ուստի հակամարտության կոնտեքստում տեղի ունեցած բոլոր զարգացումներին փորձում է իրավական գնահատական տալ։ Մի ուրիշ այսպես կոչված տուժող Քերիմով անունով հայտարել է, թե իբր 2016 թվականի փետրվարին հայերը բազմիցս գնդակոծել են Ալխանլը գյուղը, որտեղ ինքն ապրում էր։ Արդյունքում Քերիմովը իբր վիրավորվել է ծնկից ու այս սուտը Թալիշում ծերեր գնդակահարածների, ծայրահեղ վանդալների կատարմամբ։ Իդեպ, երբ Դավիթ Բաբայանը հարցրել է, թե քանի մարդ է ապրում այդ գյուղում, հայրենասերի դերի մեջ մտած ադրբեջանցին թվեր ասել չի կարողացել։ Գրակային դիրքերի քանակի մասին էլ պատկերացում չունի, չի հաշվել։ Իդեպ, իրավապաշտպանն ասում է, դատարան են բերվում նաև ծագումով հայեր, որոշ դեպքերում տեղեկության ճշգրտությունը պնդել դժվար է, բայց նաև կան տվյալներ, որ Արցախի բռնի հայաթափումից հետո սահմանափակ թվով հայեր, հիմնականում ֆիզիկական կամ մտավոր հիվանդություն ունեցող, մնացել են ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում։ Ադրբեջանը ոչ թե հարգում է այնտեղ գտնվող հայերի իրավունքները, այլ չարաշահում է եւ սա ուղղակիորեն հակադրվում է ադրբեջանական այն պաշտոնական հայտարարությանը, որ հայերը կարող են անվտանգ եւ ապահով շարունակել իրենց բնակությունը Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Ինչ վերաբերում է ադրբեջանցի վկաներին, այստեղ ըստ մասնագետի բացի ճնշումից կարող են նաև տարբեր խոստումներ լինել։ Բաքվի ռազմական դատարանում հիմա հատկապես ուշադրություն են դարձնում Արցախյան առաջին պատերազմին ու քառօրյային իրադարձություններ, երբ հայկական կողմը փաստացի արժանի հակահարված է տվել թշնամուն։ Այդ հաղթանակին իրավական գնահատական տալով ադրբեջանական կողմը փորձում է վերագտնել ազգային արժանապատվությունը։ Անկանոն պարբերությամբ է Ադրբեջանը դատեր նշանակում, բայց եթե պահպանվի մեր օրերի հաճախականությունը, ըստ Սահակյանի, մինչև տարեվերջ կարող են նաև մեղադրական վճիռներ հնչել։ Այստեղ հայ իրավապաշտպանները խոսում են ընդհուպ ՑՄ ազատազրկումների մասին, սակայն դարձյալ կրկնում, սա քաղաքական շոու է, այդպես կլինի նաև պատժի կրման փուլում, եթե լինեն միջազգային ուժեղ ճնշումներ կամ քաղաքական հաշվարկներ, այս վճիռները Բաքվում կմոռանան։ Տիգրան Ուրգենյան, ժամը լրատվական։